Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից 5 օր առաջ սահմանված կարգով հայտնի դարձավ, թե որ քաղաքական ուժը որ համարի ներքո է հանդես գալու ԱԺ-ընտրության ժամանակ։ Վիճակահանությամբ յուրաքանչյուրը ստացավ իր հերթական համարը քվեաթերթիկում։ Հայտ ներկայացրած բոլոր 19 քաղաքական ուժերին ԿԸՀ-ն գրանցեց։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն 7 Հայաստան կուսակցությունների դաշինքը 17 Քաղաքացիական պայմանագրի կուսակցություն 16 Հանձնաժողովը մերժել է տարբեր քաղաքական ուժերի 22 թեկնածուի գրանցումը, հիմնականում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Թեկնածուները լրացուցիչ տրված 48 ժամվա ընթացքում էլ չեն ներկայացրել պահանջվող փաստաթղթերը։ Որոշ թեկնածուների դեպքում եղել է, որ չեն ներկայացրել միայն Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ լինելու հանգամանքը կամ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու այդ փաստը հավաստող վկայականը, որոշ թեկնածուների դեպքում բացակայել է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը։ Խորհրդարանի այս ընտրության համար սահմանվել է նոր կարգավորում։ Յուրաքանչյուր կուսակցության եւ դաշինքի ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուները պարտադիր հաստատվում են համագումարների ընթացքում եւ ամրագրվում ներկայացվող պաշտոնական փաստաթղթերում։ Սա նույնպես ստուգվել է։ Հաջորդ քայլով ուժերը պետք է բացեն նախընտրական հիմնադրամները, 5 օր ժամանակ ունեն, իսկ կուսակցություններին կամ դաշինքներին գրաքննելու իրավունք ԿԸՀ-ն չունի, ասում է խոսնակը։ Կուսակցությունները դաշինքները ազատ են իրենց հայտարարություններում, ազատ են այնքանով, որքանով դա չի խախտում օրենսդրությունը, օրինակ, չգիտեմ, չեն անում այնպիսի հայտարարություն, որի համար նախատեսված է օրինակ քրեական պատասխանատվություն։ Սա արդեն բնականաբար իրավապահ մարմինների տիրույթում է, բայց մենք օրինակ չենք կարող գրաքննել ինչ-որ կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագիր կամ եթե նույնիսկ մենք տեսնում ենք, որ ինչ-որ թեկնածու, մեկ այլ թեկնածուի վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածում, դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթը չէ։ Ընտրության օրը քաղաքացին ստանալու է 19 քվեաթերթիկ։ Ընտրողն իրավունք չունի հրաժարվել որևէ թերթիկից։ Թե որ թերթիկը կդնեք ծրարի մեջ գաղտնի է եւ կատարվում է միայն քվեախցում։ Յուրաքանչյուր ընտրող պարտավոր է վերցնել բոլոր քվեաթերթիկները եւ առանց ծալելու, վնասելու որևէ նշում անելու։ Մենք նշում եմ նաեւ, որ գրիչ չի կիրառվում քվեարկության ժամանակ, ուղղակի ընտրողը վերցնում է այն կուսակցության կամ դաշինքի անունը կրող քվեաթերթիկը, որի օգտին ցանկանում է քվեարկել եւ առանց ծալելու, վնասելու, նշում անելու, դնում է ծրարի մեջ։ Հեռուստաընկերությունները պարտավորվում են նախընտրական քարոզարշավի ժամանակ ապահովել չեզոք, անկողմնակալ եւ հավասար լուսաբանում քաղաքական բոլոր ուժերի համար։ Եթե նույնիսկ կուսակցությունը կամ դաշինքը չի իրականացնում նախընտրական քարոզչություն, միևնույն է լրատվամիջոցը պետք է գտնի ինչ-որ հնարավորություն տվյալ կուսակցությանը կամ դաշինքի լուսաբանումը իրականացնելու համար, որովհետեւ արդեն նախընտրական քարոզչության ժամանակահատվածի մեկնարկից այդ հավասարության դրույթը տարածվում է բոլորի վրա եւ բնականաբար մոնիթորինգ են ենթարկվում բոլոր հեռուստաընկերությունները։ Ըստ ժամանակացույցի կուսակցությունների եւ դաշինքների ընտրական ցուցակներն ու նախընտրական ծրագրերը կհրապարակվեն մինչեւ մայիսի 6-ը։ Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին եւ կշարունակվի մինչեւ հունիսի 5-ը ներառյալ։ Թեկնածուների եւ քաղաքական ուժերի գույքի ու եկամուտների հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչեւ մայիսի 13-ը։ Մայիսի 7-ից սկսած էլ բանկերը յուրաքանչյուր 3 աշխատանքային օրը 1 կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կներկայացնեն ընտրությանը մասնակցող ուժերի ֆինանսական հոսքերի տվյալները։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։